Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Հայաստանի Հանրապետության նոր անձնագիրը կլինի կարմիր, Արարատի փոխարեն անձնագրում պատկերված կլինի Արագածը։ Հայհոյանք առանց հետևանքի կամ քրեական գործ մեկ գրառման համար, ով է Հայաստանում օրենքից վեր եւ ում համար է այն գործում ամբողջ խստությամբ։ Ում է լսելու Եվրոպան Երևանում, Եվրոպական գագաթնաժողովից առաջ հայկական քաղաքական ուժերը փորձում են իրենց ձայնը հասցնել Բրյուսել, ինչ են պահանջում նրանք եվրոպացի առաջնորդներից եւ ինչու հենց հիմա։ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտ, ինչ հաստատություն է դա, որտեղ է եւ ինչ պայմաններ են այնտեղ գործում։ Ինչու է Ռուսաստանը կասեցրել 338 000 շիշ ջերմուկի վաճառքը, քաղաքական ազդակ է, թե խախտումների հետևանք։ Ռազմական նահանջ, քաղաքական առաջխաղացում, Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը տարածաշրջանում, ինչ է կատարվում թրիփի շուրջ։ Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագիրը կլինի կարմիր։ Անձնագրի առաջին եւ վերջին էջերում Հայաստանի Հանրապետության ներկա սահմաններով ուրվագծային քարտեզն է, իսկ երկրորդ էջում Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Դրանց հետևի ֆոնին ճարտարապետական հնագույն զարդանախշերն են օգտագործվել։ Նոր անձնագրում կլինի նաեւ չիպ, որտեղ պահվելու են մարդու նկարը, մատնահետքը եւ փաստաթուղթն ավելի դժվար կլինի կեղծել։ Բավական երկար գործընթաց ենք սկսել ենթակառուցվածքից մինչև դիզայնի աշխատանքներ եւ ենթակառուցվածքն այս պայծրությամբ ընթացքի մեջ է գտնվում, այսինքն ձևավորում ենք տվյալների կենտրոն, որը հենց պիտի ապահովի ICAO-ի բարձր համապատասխանությունը այս տեսանկյունից, այս պայն նաեւ ICAO-ի հետ հուշագիր ենք կնքում որպես այդպեսին, որպեսզի կարողանանք մեր տվյալները ընթերնելի եւ հասանելի դարձնել նաեւ գործընկեր պետությունների համար, ընդհանուր օգտագործման ենթակա։ Պետք է փաստեմ, որ առաջին եւ ամենակարևոր չափանիշը հենց այն է, որ անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային այս բարձր ստանդարտին եւ մեր բոլոր լուծումները հենց այս տրամաբանության մեջ են նախատեսված։ Եվ սա կարևոր է նաեւ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Իսկ ինչու է նոր անձնագրի ձևավորումը դարձել քաղաքական բանավեճի թեմա, որովհետև խոսքը միայն գույնի կամ չիպի մասին չէ, խոսքային մասին է, թե ինչպիսի Հայաստան է ներկայացվում այդ փաստաթղթում։ Նոր անձնագրում այլևս կենտրոնական տեղում չէ Արարատ լեռը, փոխարենը պատկերված է Արագածը, իսկ խոր վիրապն այն ուղղություններից են պատկերել, որ չերևա Արարատը։ Ու սա արդեն շատերի համար պարզապես դիզայն չէ, այն խորհրդանիշների փոփոխություն է։ Քննարկման մեկ այլ առանցքային կետ քարտեզն է, այն ներկայացվում է Հայաստանի ներկայի սահմաններով առանց Արցախի եւ առավել զգայուն հարց է փաստաթղթում նշվող ծննդավայրի ձևակերպումը։ Այդ անձնագրերում նշված է լինելու անձի ծննդավայրն ու քաղաքացիությունը, այսինքն Արցախում ծնվածների ծննդավայրը գրվելու է Ադրբեջան, քաղաքացիությունը Հայաստանի։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, ընդդիմախոսները որպես հերթական քայլ ազգային եւ պատմական շեշտադրումների նվազեցման ուղղությամբ։ Այսպիսով նոր անձնագիրը պարզապես անձը նույնականացնող փաստաթուղթ չէ, այն դառնում է անցագիր, ինքնության, հիշողության եւ պետական ուղեգծի մասին։ Եվրոպական չափանիշների որդեգրմանը զուգահեռ Հայաստանը պատրաստվում է ընդունել միջազգային բարձր մակարդակի հյուրերի։ Հաջորդ շաբաթ Երևանը կդառնա եվրոպական քաղաքական կարևոր հարթակներից մեկը։ Հայաստան կժամանեն եվրոպացի առաջնորդներ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բայց այս հանդիպումը ուշագրավ է մեկ այլ հանգամանքով եւս։ Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաեւ Կանադայի վարչապետը։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հանդիպումներից ի վեր
առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, որը որպես հյուր կմասնակցի այս հավաքին։ Գագաթնաժողովը կանցնի կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում կարգախոսի ներքո։ Քննարկվող առանցքային թեմաներն են ժողովրդավարության դիմադրողականությունը, էներգետիկ եւ տնտեսական անվտանգությունը եւ կապուղիների զարգացումը։ Իդեպ գագաթնաժողովին հրավիրված են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, թեև այս պահին իրենց մասնակցությունը դեռ չեն հաստատել։ Եվ մինչ Երևանը պատրաստվում է ընդունել միջազգային առաջնորդներին, ներսում ձևավորվում է մեկ այլ զուգահեռ օրակարգ։ Եվրոպական քաղաքական ընտանիքներում ներգրաված մի շարք հայկական կուսակցություններ դիմել են Եվրամիության ղեկավարությանը եւ առաջիկա գագաթնաժողովի մասնակիցներին փորձելով իրենց գնահատականը հասցնել նույն այն հարթակին, որտեղ ձևավորվելու են քաղաքական շեշտադրումներ։ Նամակում բարձրաձայնվում են միանգամից մի քանի խնդիրներ։ Հայաստանում նրանց գնահատմամբ հակաժողովրդավարական զարգացումները, Ադրբեջանում պահվող հայգերիների հարցը եւ Արցախահայության իրավունքների ու ապագայի թեման։ Բայց ամենաուժեղ ձևակերպումը թերևս սա է։ Հեղինակները հայտարարում են, որ Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունը վտանգված է եւ կոչ են անում դադարեցնել երեսպաշտությունը։ Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ Ժառանգություն կուսակցությունը, սոցիալիստների եւ դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորումը նույնպես պաշտոնական նամակ կոչով դիմել է Եվրոպական միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահին, վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստանն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման եւ լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջեւ։ Հետևաբար կարեւոր է, որ միջազգային դերակատարները խուսափեն ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ուղիղ ներգործություն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանման վրա։ Ժողովրդավարական գործընթացները պետք է զերծ մնան արտաքին քաղաքական ազդեցություններից, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալություն կամ անուղղակի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Գործով իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ առանց հավասարակշռված եւ ազգային կոնսենսուսի վտանգում է երկրի հետագա կայունությունը եւ կարող է խորացնել ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աճող ճնշումների համատեքստում։ Եվ մինչ եվրոպացիները պատրաստվում են Հայաստանում խոսել ժողովրդավարության հիմնասյուների մասին, իսկ Հայաստանն էլ գլուխ է գովում այստեղ խոսքի ազատության բարձր մակարդակով, իրականում Հայաստանում ձևավորվում է մի համակարգ, որտեղ ոչ թե օրենքն է որոշում, ով է պատասխանատու, այլ անձի դիրքն ու ազդեցությունը։ Օրինակ քննարկենք, ինչ է տեղի ունենում, երբ նույն խոսքը տարբեր մարդկանց դեպքում ստանում է տարբեր իրավական հետևանքներ։ Երբ քաղաքացին կարող է հայտնվել քրեական հետապնդման տակ մի գրառման կամ հաղորդագրության համար, իսկ պաշտոնյան մնալ անպատիժ անգամ բացահայտ վիրավորանքի եւ հայհոյելու դեպքում։ Որտեղ է անցնում սահմանը խոսքի ազատության եւ քրեական պատասխանատվության միջեւ, եթե այդ սահմանը բոլորի համար նույնը չէ։ Այս հարցերին անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Հայաստանում խոսքի ազատությունը օրենքով երաշխավորված է, բայց իրականում հաճախ ոչ թե խոսքի բովանդակությունն է էական, այլ այդ խոսքի հեղինակի կարգավիճակը։ Քաղաքացին սոցցանցում գրառում է անում եւ հայտնվում է քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Պաշտոնյան նույն կամ ավելի կոշտ բառապաշարով խոսում է քաղաքացիների հետ, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Ով ինձ գրել է ու իմ ընկերներին, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի։ Համարդ գրի հլը այրասի։ 2026 թվականին արձանագրված մի շարք դեպքեր փաստում են նույն օրինաչափությունը։ Նույնիսկ սոցիալական ցանցում կամ անձնական հաղորդագրությամբ արտահայտված կարծիքը կարող է վերածվել քրեական գործի հիմքի։ Օրինակ, մի կին կալանավորվել է վարչապետի վերաբերյալ մեկնաբանության համար, մեղադրվելով խուլիգանության եւ բռնության կոչերի համար։ Մյուս դեպքում քաղաքացուն ուշ գիշերին ձերբակալել են իր 5 երեխաների աչքի առաջ։ Կա նաև դեպք, երբ Facebook-ում քննադատական գրառումն է դարձել քրեական վարույթի պատճառ։ Դուրը ծեծեցին մտան, թե բա Տիկին Գայանեն դուք եք, ասում հա, մտան մի փոքր բարևեցին ու թե պետք է գնանք բաժին։ Այս Facebook քոննա ասում հա, այս դու ես գրել հա, սրա համար են քեզ բռնել։ Ինչ գրառում էր Տիկին Գայանեն։
Փաշինյանի վերաբերյալ գրառում էր։ Մեկ այլ նոր միջադեպ է վերջերս գրանցվել։ Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի եւ մյուս քննիչների վերաբերյալ Facebook-յան գրառմամբ ենթադրյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու հոդվածով մեղադրյալի աթոռին է հայտնվել Գյումրին առանց տնակների հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը։ Իրավապաշտպանները նշում են Հայաստանում վիրավորանքը եւ զրպարտությունը քրեական հանցագործություն չեն, բայց գործնականում հաճախ կիրառվում են այլ հոդվածներ՝ խուլիգանություն, ատելության խոսք, սպառնալիք։ Արդարադատությունն էլ դարձել է ընտրովի։ Կգան ասում մենք պարտավոր չենք։ Ոստիկանությունը պարտավոր է, երբ որ ընդդիմադիր գործիչների հետ կապված է, չէ՞, հարց է առաջանում։ Մենք բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք, երբ որ ոստիկանության աշխատողների հաղորդման հիման վրա, օպերատիվ աշխատանքի հիման վրա, Facebook-յան, չգիտեմ, սոցցանցերի ուսումնասիրության հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Իսկ այստեղ կգան բարձր չէ, որ մենք գործ ունենք տարբերակված խտրական արդարադատության հետ։ Միևնույն ժամանակ հանրային դաշտում պարբերաբար հնչում են պաշտոնյաների վիրավորական ու նվաստացնող արտահայտությունները քաղաքացիների հասցեին։ Սակայն նման դեպքերում չեն նախաձեռնվում իրավական գործընթացներ։ ՔԿ-ից ասում են, մի դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացվում է, մյուս դեպքում չի ներկայացվում։ Ամենացայտուն օրինակը Գյումրիի ավականու անդամ Սարիկ Մինասյանի հայհոյախառն գրառումն ու ձայնային հաղորդագրություններն են ուղղված գյումրեցիներին։ Գյումրեցիներն այսպես են արձագանքել Սարիկ Մինասյանի հայհոյանքներին։ Դարձել են, չգիտեմ, ասեմ թե չասեմ, կիսափողոցային, այդպես, ինչ հայհոյանքներով, ժարգոնով, հաջելի չէ, մեր ազգին հարիր չէ։ Անկիզագից մարդ են չի գահայոյ է, կեց ուզեմ մի երա, մի հայոյ է, չի գահայոյ է։ Պաշտոնյան հայոյ է դիգել ինչ պաշտոնյա, ինքան ուր հայոյ է։ Ենակ կպաղագան, նիկոլագաններըտ պես պանեշ կենեն, ոչ մի հատեկված գրագետ մարդ պես պանեշ չի են է։ Ես պայմաններում ժողովուրդը սա հավասար են տարե, պաշտոնյա թե անպաշտոնյա։ Մեկը մեկին հայոյելով ման կան ազատ աշխարհը, ինչ կնասես ես։ Ինչ մի բան։ Ճիշտ չեն են է։ Դիկտան դաստիարակության նշան։ Ինչի համար հայոյ է։ Այդ հայոյողը ամենաթույլ մարդն է։ Սարիկ Մինասյանին ես փոքր ճանաչում։ Շատ լավ դարձի երբա է։ Հիմա ինչ կուսակցության մեջ է, ինչ չէ, ես չգիտեմ։ Բայց որ իրանք ճանաչեմ, որպես լավ ընտանիքի տղա, որպես լավ մարդ, որպես լավ ծնողների զավակ, ես գիտեմ։ Անարմար է, մենք հայ ենք, ղեկավարների չի կարելի։ Վերջը ղեկավար է, հայոյ եք, ինչ անպատկած խոսքերը տեսեք, չէ՞ ժողովուրդը նայեք, չի կարելի։ Բայց հարցը մնում է բաց. ով պիտի պաշտպանի այն քաղաքացուն, որին հայհոյել է պաշտոնյան։ Եթե քաղաքացին չի տիրապետում օրենքին, որ կառույցն է պարտավոր ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացան հնարավորինս արագ պատասխանել մեր հարցերին։ Իսկ որ խոսքն է համարվում ատելության խոսք, երբ քաղաքացին վիրավորում է պաշտոնյային, սա խոսքի ազատություն է, թե խուլիգանություն, իսկ երբ հակառակն է լինում, ինչ է լինում, երբ վիրավորանքից անցնում են հայհոյանքներին։ Ցանկացած դեպքում, եթե դա հայհոյախոսություն է, այլ ոչ վիրավորանք, հայհոյախոսությունը այո կարող է քրեական պատասխանատվության առարկա դառնալ, Եվ այստեղ օրենքի առջև պետք է բոլորը հավասար լինեն, անկախ նրանից դա պաշտոնյա է, թե ընդդիմադիր գործիչ է, օրենքի առջև պետք է այդ հավասարությունը, այսինքն օրենքի գերակայությունը պահպանվի եւ այն դեպքերում, երբ այդ գերակայությունը չի պահպանվում, դա նույնպես օրենքի խախտում է։ Իրավապաշտպանների գնահատմամբ, երբ նույն խոսքը մեկի համար դառնում է քրեական գործ, իսկ մյուսի համար ընդհանրապես կարծիք, ձևավորվում է ընտրովի արդարադատության վտանգավոր միջավայր։ Այդ պայմաններում հասարակությունը սկսում է արդարություն որոնել սեփական միջոցներով, իսկ դա արդեն հանգեցնում է լարվածության եւ հանցագործությունների աճի։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Սակայն, եթե Երևանում պատրաստվում են խոսել ժողովրդավարությունից կամ աղավաղում են այդ ժողովրդավարությունը, ապա տարածաշրջանի մյուս իրականությունը կարծես դուրս է մնում այդ քննարկումներից։ Խոսքը ոչ միայն քաղաքական գնահատականների մասին է, այլ կոնկրետ մարդկանց ճակատագրերի։ Այսօր էլ Բաքվի բանտերում շարունակում են ապօրինաբար պահել հայգերիներին ու ռազմաքաղաքական պատանդներին։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները սակավ են, իսկ մտահոգությունները աճող։ Վերջին տվյալներով Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են ՈՒՄԲԱԿ-ի քրեակատարողական հիմնարկ։ Իրավապաշտպան Սիրանույր Սահակյանի գնահատմամբ իրավիճակը մտահոգիչ է, իսկ պահման պայմանների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ ՈՒՄԲԱԿ-ի բանտը նորաստեղծ հաստատություն է Ադրբեջանում, որը ըստ տարբեր աղբյուրների օգտագործվում է նաև քաղաքական բնույթի գործերով անցնող անձանց պահելու համար։ Խոսվում է այդտեղ վատ վերաբերմունքի, հոգեբանական ճնշումների, նաև բժշկական օգնության հասանելիության խնդիրների մասին։ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ սակավ տեղեկությունների ֆոնին Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը, այն անվանելով թշնամանքի եւ ապատեղեկության դրսևորում։ Այս վարչությունը Բաքվի հանցավոր արարքներն արդարացնում է կրկին ստելով ու պատմությունը կեղծելով։ Հայտարարել են, թե օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինության քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Վարչությունը հայտարարել է, որ եկեղեցիների մշակութային հուշարձանների քանդման համար ունեն իրավական եւ բարոյական հիմքեր։ Այս հայտարարությամբ Բաքուն հող է նախապատրաստում իր հետագա ապօրինի գործողությունների համար։ Իսկ պաշտոնական Երևանը ոչ միայն չի դատապարտում, այլև արդարացնող հայտարարություններ է անում։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կարծիքով Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում է գործողություններ անում։ Թորոսյանն ասում է, թե հիմա առաջնայինը խաղաղությունն է։ Խաղաղությունը հաստատված հասկանում եք, մենք դա տեսնում ենք իրական կյանքում։ Մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը չի էս մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությանը կասկածի տակ չդնենք։ Ես հասկանում եմ, որ մեզ անդադար, այդ թվում տարբեր ուժեր, փորձում են ներքաշել, ու մենակ դա չի, գիտեք, հիմա Հայաստանում էլ բազմաթիվ այլ հայտարարություններ են հնչում, որոնք որ մեզ փորձում են մտցնել այդ բանավեճի մեջ, որը կոնֆլիկտային է ամբողջովին, որպեսզի նորից հարաբերությունները սրվեն, հասկանում եք։ Ասեք, ոչ մի կոնֆլիկտի մեջ պետք չի մտնել, պարզապես պետք է ասել ինչու է քանդում մեր մշակութային ժառանգությունը։ Ուր է կոնֆլիկտ։ Ասեցինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխան են։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե, կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Վերջի շրջանում իշխանության քայլերը, հատկապես սոցիալական եւ օրենսդրական որոշումները ավելի հաճախ են հայտնվում հանրային քննարկումների կենտրոնում, ոչ միայն իրենց բովանդակության, այլ նաեւ դրանց ժամանակի ընտրության պատճառով։ Քաղաքական դաշտում սա արդեն մեկնաբանվում է որպես ընտրական փուլին բնորոշ ակտիվացում։ Օրինակ, հանկարծ հնարավոր են դառնում այն որոշումները, որոնք ամիսներ, երբեմն տարիներ շարունակ ներկայացվում էին որպես անհնար։ Բարձրացնում են կենսաթոշակը, կրճատում պարտադիր զինծառայության ժամկետը, գործարկվում են սոցիալական ծրագրեր, նորոգվում ու կառուցվում դպրոցներ, մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը եւ այլն։ Եվ այս ամենը միաժամանակ կարճ ժամանակահատվածում եւ ամենակարևորը ընտրությունից անմիջապես առաջ։ Իսկ արդյոք այս ամենը չի տեղավորվում օրինական ընտրակաշարք հասկացության մեջ։ Արդյոք չեն խախտվում մրցակցային պայմանները, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Թոշակը բարձրացնելը նախ անհնար, ընտրությունից 2 ամիս առաջ հնարավոր է դարձնում գործող իշխանությունը։ Մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա обратно տոմսարնի։ Պարտադիր ծառայության ժամկետը կրճատում են նախատեսվածից շուտ ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Մանկապարտեզները, դպրոցները, Էսից լավ քաշած տնական արաղի գալիս է։ ասֆալտապատված ճանապարհները հիշատակվում ու ամենօրյա ռեժիմով գովազդում են թե համացանցում, թե հանրային հեռուստաընկերությամբ, նշում են զրուցակիցներս։ Վայ դուք աննորմալ չեք, ասում մենք բանենք խոստումներ են կատարում, բայց խոստումները ինչի, առաջին հերթին հիմնականում պտտում են ֆինանսական բաղադրիչի շուրջ։ Երկրորդ եթե խոստում եք կատարում, բա Արցախը Հայաստաների եւ վերջ, բա երթում եք ուտում, որ օրինակ միջանցք չեք տա, իսկ փաստացի տվեցիք։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, երբ որ այն մեխանիզմները, որոնք իշխանության ձեռքում են,
ամեն ձև օգտագործում են իրենց վերարտադրության համար։ Գործող իշխանությունը 2021-ի խոստումների 30%-ն անգամ չի կատարել։ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայից մինչև 300 դպրոցներ կառուցել, հիշեցնում է Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով կառավարության պարտավորությունը քաղաքացիներին ներկայացվում է որպես օգնություն, այն էլ ընտրությանը քվե ստանալու դիմաց։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները սրանով ցույց է տալիս, որ 5 տարվա կառավարումը ամբողջովին տապալել են եւ հիմա վերջում բյուջեի հաշվին փորձում են ինչ-որ լավամարդ լինել ընտրողներին։ Խնդիրը ոչ բարձրացված թոշակն է, ոչ նոր դպրոցները, ոչ էլ աշխատակիցների բարձրացված աշխատավարձը, այլ հատուկ ընտրված ժամանակահատվածը, որն անհավասար պայմաններ է ստեղծում տեխնացուների համար, ընդգծում է Արման Աբովյանը։ Նույնիսկ ընտրական գործընթացի, գիտեք, սենց գործոն դարձնում են մեր գերի տղերքին, որոնք պատանդ են պահվում Բաքվի բանտերում, իսկ հիմա իհարկե ադրբեջանցիները անհանգստացած իշխանության վարկանիշից, որ իշխանությունը ըստ էության շանս չունի վերարտադրվելու, որոշել են հուզականության վրա խաղալ եւ վերադարձնել բավականին մեծ խումբ մեր պատանդների գերիների Բաքվի բանտերից, ինչը շատ լավ է, բայց գիտեք, այդ շատ լավի մեջ մենք պետք է տենանք հետեւյալը, որ այս քայլով մեզ փորձում են խաբեն։ Շատ լավ է, որ վերադարձում, եւս մեկ անգամ կրկնեմ, բայց ներողություն, մարդկանց տանջամա անելով Բաքվի բերթերում տենց սպասել, երբ ընտրությունը կգա եւ ընտրության նախաշեմին վաճառել մեր վրա մեր հուզականությունը։ Ընտրատեղամաս գնալիս ընտրողը հիշելու է, որ 8 տարի է Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի, բայց միայն այս հունվարից է մեկնարկել առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Հունվարից է կրճատել պարտադիր ծառայության ժամկետը, իսկ ապրիլից բարձրացրել թոշակները, ուսումնական տարին ավարտելու շեմին էլ հանձնել նորակառույց դպրոցները։ Մենուա Սողոմոնյանի խոսքով քաղաքացիները գիտակցում են, որ օրինականացված ընտրակաշառք են բաժանում իրենց։ Բոլոր հնարավոր միջոցներով անհրաժեշտ է ճշմարտությունը բացահայտել։ Լինեն հարցազրույցներ, լինեն մասնավոր հանդիպումներ, լինեն ակցիաների ժամանակ կամ ընտրողների հետ խմբային հանդիպումների ժամանակ խոսել այս մասին։ Զրուցակիցներիս խոսքով օրինականացված ընտրակաշառքներից էր նաև խորոված փարթին, աշխարհահռչակ երգիչների Հայաստանում համերգը, Ռոման եւ Մալխաս Ամոյանների հետ հաց ու խորոված ուտելը։ Հեսա հացը կա, հա, հեսա խորոված էլ կա, հաց էլ կա, խորոված էլ կա։ Արթուր Աբրահամի հետ մարզադպրոցի հիմնարկեքի արարողություն անելը։ Մինչ փորձագետները վստահ են, որ իշխանական ծուղակը երրորդ անգամ չեն ընկնի ընտրողները, իշխանականները համոզում են իրենց գործն են անում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է արտահայտվել ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ նաև տնտեսական դաշտում։ Ռուսաստանը կասեցրել է 338,000 շիշ ջերմուկի վաճառքը, ինչն էլ դարձել է աղմուկի պատճառ։ Որպես արգելքի պատճառ Ռուսաստանը նշել է պարտադիր պահանջների խախտումները ու հավելել, որ անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի եւ առողջության հնարավոր վնասը կանխելու համար։ Սակայն քաղաքագետների մի մասը կարծում է, որ ավելի խորքային ազդակներ կան այս հայտարարության հետևում։ Ինչպես են քաղաքական հարաբերությունները անդրադառնում տնտեսական կապերի վրա եւ ով է վճարում դրա գինը, թեմային անդրադարձել է Սեդա Կյուրեղյանը։ Ռուսաստանում Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ դեռ չեն մոռանում։ Ակտիվ քննարկում են հանդիպանը հնչած արտահայտություններն ու դրանց հետևանքները։ Կապիտալ Ռուսի հոդվածագիրը նուրբ համեմատություն է արել։ Փաշինյանի կոպտությունը Պուտինի նկատմամբ հակառակ արդյունքն ունեցավ։ Հետևանքները Փաշինյանի համար շատ դառն էին՝ խումարով։ Հեղինակն ակնարկում էր օրեր առաջ Պրոշյանի կոնյակի կեղծման ու գործարանին լիցենզիայից զրկելու աղմկոտ պատմությունը։ Հիմա էլ Ռուսաստանը 338,000 շիշ ջերմուկի վաճառքն է կասեցրել։ Սպառողների պաշտպանությամբ զբաղվող Ռոսպատրեբնաձորը անհետաձգելի միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր վնասը կանխելու համար։ Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևոզ Յուսուբովն է հարցազրույցում ասել այս մասին։ Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին եւ 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։ Այս ջուրը սպառողներին հասանելի չի լինի, մինչև բոլոր փորձարկման փուլերը չավարտվեն։
Քաղաքագետը սակայն սրա տակ թաքնված ավելի լուրջ խնդիրներ է տեսնում։ Էական ուշադրության արժանացնելով տենդենսը։ Բրենդների թիրախավորումը պատահական չէ։ Սա ջերմուկի հետ կապված առաջին դեպքը չէ։ Դեռ 2024-ին հապկի մասին հնչած հայտարարությունների ֆոնին ջերմուկ խմելու պատճառով մահվան դեպքն է դատական աղմուկ բարձրացնում։ Ապա Պրոշյանի կոնյակն է կեղծվում։ Օրեր անց էլ ջերմուկի 100,000-ավոր խմբականակ է հայտնվում թիրախում։ Ռուսաստանի համար այդ հարցերը նաև քաղաքական գործիքակազմի մաս են եւ հատկապես ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ Ռուսաստանը կարող է դիտարկել այդ գործիքակազմի կիրառումը, եթե Երևանը նախընտրական շրջանում ոտնահարի Ռուսաստանի շահերը։ Եվ այս պարագայում իհարկե որևէ կերպ բացառված չէ, որ սա կարող է լինել այդ տրամաբանության մեջ գտնվող ինչ-որ գործողություն կամ որոշում, ցույց տալու համար, որ Ռուսաստանը գործնական է տրամադրված իր շահերը պաշտպանելու հարցում։ Սա փորձ է զսպելու անհնազանդ հարևաններին։ Ռուսական լրատվամիջոցներն են գրում այս մասին։ Տնտեսագետը հանգստացնում է, քաղաքական պրոցեսների արդյունքում առաջ եկած այս միջադեպը մեծ հավանականությամբ կհարթվի։ Այս համատեքստում պատահական չի համարում հենց հանքային ջրի ընտրությունը։ Այստեղ հարց է առաջանում, ինչու հենց ջերմուկը, այլ ոչ թե այլ գյուղատնտեսական ապրանք, որը շուտ փչացող է կամ եթե 1-2 շաբաթ պահես, էլ չես կարող մտցնես, որտեղ փչանալու է, որտեղ ջերմուկը այսպես թե այնպես մեծ ֆինանսական վնասներ չի առաջացնի, որտեղ հիմա եթե չմտա, ենթադրենք 2 շաբաթ լինի, 2 ամիս լինի, հետո մտնելու է եւ ֆինանսական օգուտները քաղելու է։ Անկախ քաղաքական ու տնտեսական ազդակներից վնասը տնտեսվարողն է կրում։ 338,000 շիշ խմբականակի ճակատագիրը պարզ չէ եւ այդ որոշման մասին ոչ արտադրողին, ոչ Հայաստանում սննդի անվտանգությամբ զբաղվող մարմնին Ռուսաստանից տեղյակ չեն պահել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնության համապատասխան պատկան մարմիններից Ռոսպատրեբնadzորից կամ Ռոսսելխոզնadzորից պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն կամ նամակ ջերմուկի վերաբերյալ ռեժիմ չի ստացել, այս պահին ձեռնարկում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու, հասկանալու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այս փուլում հայտնի է միայն, որ սահմանափակումը կիրառվել է Չեսնի Զնակ թվային մագնշման համակարգի միջոցով, որը թույլ է տալիս կենտրոնացված կերպով արգելափակել կոնկրետ խմբականակների վաճառքը, մինչև լաբորատոր ստուգումների ավարտը։ Միաժամանակ ռուսական կողմը դեռ չի հրապարակել, թե կոնկրետ ինչ պարտադիր պահանջների խախտումներ են արձանագրվել։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեր տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական ազդակները աստիճանաբար ավելի հաճախ են փոխակերպվում ազդեցության գործիքների։ Եվ եթե մեկ ուղղությամբ լարվածությունը դրսևորվում է առևտրային սահմանափակումներով ու տնտեսական ճնշման խոսույթով, ապա մյուս ուղղությամբ արդեն ձևավորվում են նոր աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք նույնքան խորքային ազդեցություն ունեն տարածաշրջանի հավասարակշռության վրա։ Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները կարծես ընթանում են զուգահեռ, բայց փոխկապակցված տրամաբանությամբ։ Թեման դարձյալ թրիփն է։ Մի կողմից տարածաշրջանից հնչում են ազդակներ ռազմական ներկայության վերանայման մասին, մյուս կողմից ակտիվանում են նոր տնտեսական եւ հաղորդակցային նախաձեռնություններ, որոնք արդեն դիտարկվում են որպես ազդեցության նոր գործիքներ։ Այս ֆոնին հարց է առաջանում. Միացյալ Նահանգները պարզապես նվազեցնում է իր ռազմական ներգրավվածությունը, թե իրականում փոխում է ազդեցության մեխանիզմները, պահպանելով նույն ռազմավարական ներկայությունը, բայց այլ ձևաչափով։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փակուղային բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, իսկ այդ նույն ընթացքում Միացյալ Նահանգները տարածաշրջանում փոխում է իր խաղի կանոնները։ Մի կողմից ամերիկյան զորքերը լքում են Իրաքի կարևոր ռազմաբազաները, մյուս կողմից Վաշինգտոնը նոր ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ քննարկելով Թրամփի երթուղի թրիփը։ Ռազմական ներկայության կրճատում, բայց քաղաքական ազդեցության պահպանում նոր մեխանիզմներով։ Այս վերադասավորումների կենտրոնում կրկին Իրանն է, որպես տարածաշրջանում Միացյալ Նահանգների գլխավոր հակակշիռ։ Ինչ փուլում են այսօր Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները եւ ինչու Իրաքից զորքերի դուրսբերումն ու թրիփը կարող են նույն ռազմավարության մաս լինել։ Կառավարություն է պահպանվում Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններում, սակայն Վաշինգտոնը միաժամանակ փորձում է վերաձևել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, փոխելով ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ 2026 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Թեհրան-Վաշինգտոն ուղիղ հարաբերությունները շարունակում են մնալ խիստ բարդ փուլում։
Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փաստացի փակուղային վիճակում են, իսկ կողմերի միջև վստահության ճգնաժամը խորացած։ Միացյալ Նահանգները շարունակում է պահանջել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, մինչդեռ Թեհրանը պնդում է, առանց պատժամիջոցների վերացման որևէ նոր համաձայնություն հնարավոր չէ։ Թրամփի վարչակազմը այսպիսի, այսպես ասենք, ռազմավարություն արդեն մշակել էր եւ մինչեւ Իրանի դեմ գործողությունները արդեն Միացյալ Նահանգները թե Սիրիայում, թե Իրաքում նաեւ որոշակիորեն կրճատել էր իր ներկայությունը։ Դա ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նոր ռազմավարության համատեքստում է։ Այս ֆոնին Վաշինգտոնը նաև վերանայում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները մոտակա շաբաթներին դուրս կբերի իր զորքերը Իրաքի մի շարք կարևոր հենակետերից։ BBC-ի փոխանցմամբ ամերիկյան զորքերը կհեռանան Ալ-Քայմից եւ եւս 2 ռազմավարական բազաներից։ Իրաքում գործող 8 հենակետից 3-ը թողնելու որոշումը դիտարկվում է որպես ազդակ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կտրուկ կրճատել իր ռազմական ներկայությունը երկրում։ Ալ-Քայմում նախատեսված է նաև պաշտոնական արարողություն, որի ընթացքում ամերիկյան կողմը սարքավորումները կհանձնի Իրաքի բանակին, տարածքի անվտանգության վերահսկողությունը տեղական ուժերին փոխանցելու նպատակով։ ԱՄՆ-Իրան վերջին հակամարտություն, ակտիվ հակամարտության փուլը ցույց տվեց, որ որքան տարածաշրջանում շատ են Միացյալ Նահանգների հետաքրքրության գոտիները, ինչպես նաև անձնակազմը, տեղակայված ռազմակայանները, այնքան մեծ է Միացյալ Նահանգների խոցելիությունը։ Սակայն ռազմական ներկայության կրճատումը չի նշանակում տարածաշրջանից լիարժեք հեռացում։ Փորձագետների գնահատմամբ Վաշինգտոնը պարզապես փոխում է իր գործիքակազմը, ռազմական ներկայությունը զուգակցելով տնտեսական եւ լոգիստիկ նոր նախագծերով։ Դրա օրինակներից մեկն էլ հենց Թրամփի երթուղին է։ Վաշինգտոնը Իրանի դեմ կիրառում է այսպես հիբրիդային բավականին լայն գործիքակազմ, որը ներառում է ռազմական գործողություններից մինչև առավելագույն ճնշման այլ ազդեցիկ եւ հաճախ նույնիսկ ոչ երևելի գործիքակազմ, այլ վերջերս նաև տեղեկատվություն տարածվեց Իրանի կողմից, որ տարիներ շարունակ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ կիրառվել է կլիմայական զենք։ Վերջին շաբաթներին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը սկսել են Թրամփի երթուղու շուրջ տեխնիկական բանակցությունները։ TRIP-ը դիտարկվում է որպես նոր տարածաշրջանային լոգիստիկ նախագիծ, որը կարող է վերափոխել հաղորդակցային քարտեզը Հարավային Կովկասում, կապելով տարբեր տնտեսական ուղղություններ եւ ուժեղացնելով Միացյալ Նահանգների ազդեցությունը առանց ուղիղ ռազմական ներգրավման։ Այս համատեքստում Իրանը զգայուն է արձագանքում ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը կամ շրջանցել իր ռազմավարական շահերը։ Թեհրանի համար հատկապես կարևոր է Հարավային Կովկասում սահմանների անփոփոխության սկզբունքը եւ ցանկացած նոր միջանցքային նախագիծ այստեղ անմիջապես ընկալվում է անվտանգության տեսանկյունից։ Այսպիսով Իրաքի ձորքերի մասնակի դուրսբերումն ու TRIP միջանցքի շուրջ ակտիվացումը դիտարկվում են ոչ թե առանձին գործընթացներ, այլ Միացյալ Նահանգների նույն ռազմավարության մաս։ Նվազեցնել ուղիղ ռազմական ներգրավումը, բայց պահպանել ազդեցությունը նոր քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներով։ Իսկ այդ վերադասավորումների կենտրոնում շարունակում է մնալ Իրանը որպես տարածաշրջանային առանցքային դերակատար եւ Վաշինգտոնի գլխավոր հակակշիռներից մեկը։ Իրանի նախկին արտգործնախարար եւ գործող падգամավոր Մանուչեհր Մոթակի հայտարարությունները հերթական անգամ սրել են տարածաշրջանային զգայուն թեմաները՝ Իսրայել-Իրան հակամարտության եւ դրա հնարավոր աշխարհագրական ընդլայնման վերաբերյալ։ Մոթակին պնդում է, որ Իրանի հյուսիսին հասցված հարվածների վերաբերյալ մասնագիտական շրջանակներում դիտարկվում է տարբերակ, ըստ որի օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը, նաեւ հնարավոր է որոշ գործողություններ իրականացվել են այդ երկրի օդանավակայանների միջոցով։ Նրա խոսքով խոսքը կարող է վերաբերել ոչ միայն օդային անցումներին, այլ նաև նյութատեխնիկական ապահովման, մասնավորապես վառելիքի մատակարարման հարցերին։ Քիչ առաջ Դոնալդ Թրամփն է գրառում կատարել։ Նախագահը գրել է, թե Իրանը իրենց տեղեկացրել է, որ գտնվում է կոլապսի մեջ եւ իբր ցանկանում է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս շուտ բացի Հորմուզի նեղուցը։ Իրանից դեռևս արձագանք չկա։ Այս ժամի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք վաղը նույն ժամին։